Ընկերներ, խնդրում եմ մի կռվեք։ Kanye West-ը հորդորել է Մասկին եւ Թրամփին հաշտվել։ Ամերիկացի рэպեր, դիզայներ եւ սկանդալային հայտարարություններով հայտնի Kanye West-ը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Այս անգամ ոչ երաժշտությամբ կամ նորաձևության նախագծով, այլ խաղարարար կոչով ուղղված աշխարհի երկու ամենաազդեցիկ անձանց՝ Իլոն Մասկին եւ Դոնալդ Թրամփին։ West-ը սոցիալական մեդիայում հրապարակել է ուղերձ գրելով. Ընկերներ, խնդրում եմ մի կռվեք, նշելով, որ երկու գործիչներն էլ ունեն հսկայական ազդեցություն հանրային կյանքի եւ ապագա զարգացումների վրա։ Նա կոչ է արել նրանց դադարեցնել փոխադարձ քննադատություններն ու հաշտվել հանուն միասնականության եւ հասարակության բարօրության։ West-ի հրապարակումը արագ տարածվել է համացանցում, առաջացնելով հազարավոր մեկնաբանություններ։ Մի մասը ողջունել է рэփերի նախաձեռնությունը, ընդգծելով, որ հասարակության մեջ հակասությունները հարթելու ձայն պետք է հնչի բոլոր մակարդակներից, նույնիսկ շոու բիզնեսից։ Մյուսները կասկածով են վերաբերվել, կարծելով, որ West-ի միջամտությունը պոպուլիստական քայլ է։ Իլոն Մասկը եւ Դոնալդ Թրամփը դեռևս չեն արձագանքել West-ի կոչին, սակայն հանրությունը ակնկալում է տեսնել արդյոք նրանց վարքագծում որևէ փոփոխություն կլինի այս հրապարակային հորդորից հետո։ Ռուս երգչուհի Վիկտորիա Պոդոլսկան եւ երգիչ Վլադիմիր Պրիսնիկովը շուրջ 20 տարվա համատեղ կյանքից հետո նորից կանգնել են հարսանեկան պսակադրության կենտրոնում, այս անգամ սիմվոլիկ ձևաչափով։ Զույգը կազմակերպել է նորարարական եւ հուզիչ արարողություն, որպես իրենց ամուսնության տարիների խորհրդանշական հաստատում։ Այն անցկացվել է մտերմիկ միջավայրում, ընտանիքի եւ ընկերների մասնակցությամբ։ Պոդոլսկան եւ Պրիսնիկովը հանրայնորեն չեն մանրամասնել միջոցառման վայրն ու բոլոր մանրամասները, սակայն Instagram-ում հրապարակված լուսանկարներից երևում է, որ նրանք կրկին հագել են հարսանեկան կերպարներ։ Պոդոլսկան նշել է, որ սա եղել է զգացմունքային եւ յուրահատուկ օր, որն ուղեկցվել է հիշողություններով, ժպիտներով եւ սիրո մթնոլորտով։ Երկրպագուներն աջակցել են զույգին, մեկնաբանություններում շնորհավորանքներ հղելով նրանց ամուր ընտանիքի եւ տարիների նվիրվածության համար։ Պոդոլսկան եւ Պրիսնիկովը համարվում են ռուսական շոու բիզնեսի ամենախոստումնալից եւ կայուն զույգերից։ Հոլիվուդյան հայտնի դերասանուհի եւ մարդասիրական գործունեությամբ զբաղվող համաշխարհային աստղ Անջելինա Ջոլին հունիսի 4-ին նշեց իր 50-ամյակը։ Աշխարհահռչակ դերասանուհին տոնակատարությունն անցկացրեց ընտանիքի եւ մտերիմների շրջապատում։ Ջոլին 50 տարիների ընթացքում հասցրել է կառուցել հաջող կարիերա կինոյում, հանդես գալ որպես ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար եւ ակտիվ մասնակցություն ունենալ բարեգործական ծրագրերին։ Այս կարևոր տարեդարձի արդիվ շրջանառության մեջ են դրվել նրա տոնակատարության կադրերը, որտեղ երևում է ջերմ եւ մտերմիկ մթնոլորտ։ Հիշեցնենք, որ Անջելինայի գործունեությունն ամբողջ աշխարհում մեծ հարգանք է վայելում, իսկ նրա ծննդյան օրը լրատվամիջոցները լայնորեն լուսաբանեցին։ Ռուսաստանի հայտնի երգչուհի Մաքսիմո, որը 5 տարի գտնվել էր ստեղծագործական եւ ակտիվ գործունեության դադարով, վերադարձել է երաժշտական ասպարեզ։ Նրա վերադարձը նկատվել է նոր երգերի եւ համերգների միջոցով, որոնք ստացան լավ ընդունելություն երկրպագուների կողմից։ Մաքսիմը երկար ժամանակ պայքարել է առողջական խնդիրների հետ, ինչի պատճառով ստիպված էր դադարել ակտիվ աշխատանքը։ Այս տարի նա սկսել է նորարարական ծրագրեր եւ ներկայացնում է իր երաժշտական նոր ալբոմը։ Երգչուհին իր վերադարձի մասին հրապարակավ խոսել է, շնորհակալություն հայտնելով երկրպագուներին համբերության եւ աջակցման համար։ Երգչուհի Բիյոնսեի վերջին համերգը վերածվեց անսպասելի եւ սենսացիոն պահի։ Ելույթի ընթացքում նրա հագուստի մի մասը կտրուկ սահեց, թողնելով նրան առանց տաբատի հազարավոր երկրպագուների աչքի առաջ։ Բեմի անկեղծություն, հմայք ու պրոֆեսիոնալիզմ հենց այսպես կարելի է բնութագրել Բիյոնսեի պահվածքը, որը չնայած միջադեպին շարունակեց իր ելույթը, չվհատվելով։ Տեսանյութը արագ տարածվեց համացանցում, բազմաթիվ մեկնաբանություններով եւ քննարկումներով։ Հազարավոր երկրպագուներ արտահայտվեցին իրենց աջակցությունն ու հիացմունքը երգչուհու հանդեպ։ Այս միջադեպը հիշեցնում է, թե որքան դժվար ու պատասխանատու է բեմում լինել իրական աստղ, միաժամանակ պահելով իր արժանապատվությունն ու շոուի մակարդակը։
Հանրահայտ երգիչ Դիմը Բիլանը առաջին անգամ խոսել է իր անձնական ու ցավալի փորձառության մասին, նշելով, որ անցել է նախաքաղցկեղային վիճակ։ Նրա խոսքով հիվանդություն հայտ է եկել անսպասելիորեն եւ որոշ ժամանակ նա պարզապես չէր պատկերացնում, թե ինչ է իրեն սպասվում։ Կյանքս մի պահ կանգ առավ, շատ բան վերագնահատեցի, սկսեցի զգալ, թե ինչ արժեք ունի ամեն օր, ամեն րոպե, ամեն շունչ, անկեղծացել է նա։ Բիլանը պատմել է, որ ժամանակին է դիմել բժիշկներին, ինչը որոշիչ է եղել բուժման արդյունավետության համար։ Այսօր նա իրեն լավ է զգում, բայց չի թաքցնում, որ այդ փորձը փոխել է իրեն ամբողջությամբ։ Երգիչը կոչ է արել բոլորին, չանտեսել նույնիսկ ամենափոքր ազդանշանը, որը կարող է տալ օրգանիզմը։ Ձեր առողջությունը ձեր ամենամեծ հարստությունն է, նշել է նա։ Հայտնի ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան կիսվել է իր առողջության եւ երիտասարդության պահպանման անսովոր գաղտնիքով։ Երգչուհին պատմել է, որ արդեն մի քանի տարի ամեն առավոտ սկսում է յուրօրինակ վարժությամբ, կանգնելով գլխի վրա։ Այս վարժությունը ըստ նրա օգնում է վերականգնել արյան շրջանառությունը, բարձրացնել էներգիան եւ երկարաձգել երիտասարդությունը։ Ուսպենսկայան ընդգծել է, որ սկզբում դժվար է լինում, սակայն երբ մարմինը համարժեք հարմարվում է, արդյունքները զգալի են լինում։ Նա խորհուրդ է տվել հետևել առողջ ապրելակերպին եւ չվախենալ նոր փորձարկումներից։ Սա ոչ միայն ֆիզիկական վարժություն է, այլ նաեւ մի տեսակի մտավոր կենտրոնացում եւ խաղաղություն, նշել է նա։ Այսօր երգչուհու երկրպագուները ակտիվորեն քննարկում են նրա յուրահատուկ խնամքի միջոցները եւ փորձում հետևել օրինակին։ Ջասթին Բիբերը, ով դեռ պատանեկության տարիներին դարձել էր համաշխարհային աստղ, վերջերս բացահայտ խոսել է իր անցյալի ամենամութ էջերից։ Երգիչը հայտնել է, որ իր նախկին թիմը, մենեջերներն ու շրջապատող անձինք ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստել են իր թմրամիջոցներից կախվածություն ունենալուն։ Ես շրջապատված էի մարդկանցով, ովքեր ինձ օգտագործում էին։ Նրանք տեսնում էին, որ ես վատ վիճակում եմ, բայց ոչ ոք չկանգնեցրեց։ Ես միայնակ էի, անկեղծացել է Բիբերը։ Երգիչն անդրադարձել է նաև իր կյանքի այդ ծանր շրջանի հետևանքներին, նշելով, որ երկար ժամանակ պայքարել է անձնական վախերի, լքվածության, զգացման եւ ինքնաոչնչացման գայթակղության դեմ։ Այսօր Ջասթինը շրջապատել է իրեն մարդկանցով, ովքեր իսկապես հոգ են տանում նրա մասին։ Նա բացահայտում է. «Միայն սերն ու ներումը կարող են բուժել նման վերքերը։ Ես դեռ վերականգնման ճանապարհին եմ, բայց արդեն ուժ ունեմ բարձրաձայնելու ճշմարտությունը։ Եվ գուցե այս խոսքերով ես կարողանամ մեկ ուրիշին փրկել», ասել է նա։ Ռեպեր Թիմոթիի դուստր Ալիսան օրերս անկեղծորեն պատասխանել է հետևորդների հարցին, թե ով է իր սիրելի երգիչը։ Շատերը սպասում էին, որ աղջնակը անվանելու է հենց իր հայրիկին, սակայն նրա պատասխանը բոլորին զարմացրեց։ Ալիսայի երաժշտական կուռքը Թիմոթին չէ, թե ում անունն է նշել փոքրիկը չի նշվում բոլոր աղբյուրներում, բայց վստահաբար կարելի է ասել, որ աղջնակն արդեն ունի իր ձևավորված երաժշտական ճաշակը։ Այս փոքրիկ խոստովանությունը դարձել է քննարկման թեմա սոցիալական ցանցերում։ Շատերը դա դիտարկում են որպես մանկական անմիջականություն, ոմանք որպես անկախ մտածողության դրսևորում։ Ռեպեր 50 Cent-ը վերջերս հրապարակել է տեսանյութ, որտեղ P. Diddy-ն վիրավորում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։ Տեսանյութում P. Diddy-ն արտահայտում է իր բացասական վերաբերմունքը Թրամփի նկատմամբ, օգտագործելով կոշտ արտահայտություններ։ 50 Cent-ը, ով երկար տարիներ է ինչ քննադատում է P. Diddy-ին, այս նոր հրապարակմամբ եւս մեկ անգամ ընդգծել է իրենց հարաբերությունների լարվածությունը։ Նա նաև նշել է, որ P. Diddy-ն նախկինում բացասական կարծիքներ է հայտնել Թրամփի մասին։ Այս տեսանյութը եւ դրա շուրջ ծավալվող քննարկումները դարձան հանրային ուշադրության կենտրոնում, հատկապես հաշվի առնելով P. Diddy-ի ներկայիս իրավաբանական խնդիրները։